Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գարնի Մութաֆյանն եմ։ Իրանն ունի նոր գերագույն հոգևոր առաջնորդ։ Սեյեդ Մոջթաբա Խամենեին նշանակվեց Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ հոգևոր առաջնորդ։ Հիշեցնեմ, որ նա Ալի Խամենեիի որդին է, այս օրերին քննարկվող ամենահավանական թեկնածուն է։ Ըստ Ֆարս գործակալության Իրանի նոր առաջնորդի երթմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 9-ին Թեհրանում։ Թրամփն ասել է, որ դեռևս վաղ է մեկնաբանել Խամենեիի որդու Իրանի հոգևոր առաջնորդ ընտրվելը։ Allahu Akbar. Իրանի առողջապահության նախարարությունը հրապարակել է զոհերի ու վիրավորների մասին վերջին տվյալը։ Ըստ պետական գերատեսչության ԱՄՆ-Իսրայել գրոհի պատճառով մահացել է 1200 մարդ։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 1000 քաղաքացի։ Գերատեսչության հրապարակած տվյալներով մահացածների 30%-ը երեխաներ են, մոտ 200 մանկահասակ, ամենափոքր զոհը 8 ամսական աղջիկ է։ Իսրայելի բանակն էլ հայտարարել է, որ Լիբանանում Հեզբոլլահի դեմ գործողությունների ժամանակ զոհվել է 2 զինծառայող։ Միևնույն ժամանակ պաշտոնական Թել Ավիվը տեղեկացրել է, որ Թեհրանի վրա հերթական գրոհի ժամանակ թիրախ է դարձրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբն ու զինամթերքի 50 պահեստ։ Ըստ Ալ-Մարքազի գործակալության իսրայելական ռազմածովային նավը 2 հրթիռ արձակել է Լիբանանի Սայդե քաղաքի պաղեստինյան ճամբարի վրա։ Իրանում միջուկային օբյեկտ է թիրախ դարձվել և լուրջ վնասվել։ Ըստ Iranian Student News Agency գործակալության օբյեկտը գտնվում է Սպահան քաղաքում։ Ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկություններ չկան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարվածել է Ղեյշեմ կղզում գտնվող ջրի աղազերծման գործարանին։ Արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հարևան երկրների վրա հարձակումների մասին։ Նա շեշտել է, որ Թեհրանը հարվածում է ամերիկացիներին, որոնք հարձակվել են Իրանի վրա։ Արաղչիի խոսքով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հարևաններին պարզած բարեկամության ձեռքը տապալվել է գրեթե նույն օրը։ Նախագահ Փեզեշքյանի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար արած ժեստը տապալվեց անմիջապես, երբ ԱՄՆ նախագահը սխալ մեկնաբանեց մեր կարողությունը, վճռականությունն ու մտադրությունը։ Հիշեցնեմ, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած պատերազմի 8-րդ օրը նախագահ Փեզեշքյանը հայտարարել էր, որ ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է այլևս չհարվածել հարևան երկրներին, եթե այնտեղից հարվածներ չլինեն։ فرماندهان ما رهبر ما Ես ներողություն եմ խնդրում հարևան երկրներից։ Երեկ ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է, որ հարևան երկրները այլևս չեն ենթարկվի հարձակման կամ հրթիռային հարվածների, եթե Իրանի վրա չլինեն հարձակումներ նրանց տարածքից։ Ոմանք մտածում են օգտվել իրավիճակից եւ հարձակվել մեր հողի վրա։ Իմպերիալիզմի ձեռքում խաղալիք մի դարձեք։ Հնարավոր է մենք տարաձայնություններ ունենք, բայց Իսրայելին եւ ագրեսոր ԱՄՆ-ին աջակցությունը շատ վատ երևույթ է։ Կոչ եմ անում խաղալիք չդառնալ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ձեռքում և տարաձայնությունները լուծել համատեղ։ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա։ ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում Իրանի դեմ ցամաքային հարձակում իրականացնել, բայց և չի բացառում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ ԱՄՆ նախագահը խոսել է նաև Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունից ու նշել, ով էլ ընտրվի, առանց Վաշինգտոնի հավանության երկար չի դիմանա։ Թրամփը հայտարարել է, որ վերջին 3 օրերի ընթացքում ոչնչացրել է Իրանի 42 ռազմանավ։ Նրա խոսքով Իրանը կորցրել է նաև կապի համակարգերի մի մասը, և այժմ երկրի հեռահաղորդակցության աշխատանքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Մինչ ԱՄՆ-ն խոսում է հետքայլ չանելու մասին, Վաշինգտոնի դաշնակիցները խոսում են իրենց մտահոգությունների մասին։ ԱՄՆ-ի եվրոպացի և ասիական դաշնակիցները մտահոգված են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են զինանոցի կրճատման պատճառ դառնալ։ Ըստ Պոլիտիկոյի, Պենտագոնն այժմ արագորեն սպառում է զինամթերքն ու սպառազինության մատակարարումները։ Իսկ Ասիայի Վաշինգտոնի դաշնակիցներն անհանգստացած են, որ Իրանի դեմ գործողության ընթացքում զինամթերքի արագ սպառումը
կարող է թույլատնել Միացյալ Նահանգների հնարավորությունները զսպելու Չինաստանին եւ Հյուսիսային Կորեային։ Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով բազմաթիվ քաղաքացիներ Իրանից շարունակում են տեղափոխվել Հայաստանի տարածքով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալով փետրվարի 28-ից մարտի 6-ը Իրանից Հայաստան են անցել 41 երկրների քաղաքացիներ։ Միաժամանակ Հայաստան են վերադառնում նաև Հայաստանի քաղաքացիներ։ Վերջին 2 օրերին Արաբական Միացյալ Էմիրությունների Fly Dubai ավիաընկերության 2 չվերթով Հայաստան է վերադարձել Հայաստանի 197 քաղաքացի։ Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանությունը եւ Դուբայում գլխավոր հյուպատոսությունը իրականացրել է դեպի Օման Հայաստանի 54 քաղաքացու անվճար տեղափոխումը։ Հայաստանը նաև աջակցություն է առաջարկում այն քաղաքացիներին, որոնց վերադարձի չվերթերը չեղյալ են հայտարարել ռազմական գործողությունների պատճառով։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով նոր տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կառավարությունը կտրամադրի մինչև 250,000 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխհատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով։ Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը եւ հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները չեն շրջանցում նաև Հայաստանը։ Իսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան մեկնելուց։ Ռուսաստանից Հայաստան հացահատիկ կգա կրկին Ադրբեջանով։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ խոսքը 7 վագոն հացահատիկի մասին է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ գրել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ խորհրդակցությունների շրջանակում զրուցել է նաև Իլհամ Ալիևի հետ, կրկին վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացին։ Նիկոլ Փաշինյանն էլ 3 պատարագի է մասնակցել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում։ 24 News-ին Գյուգարած թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը հայտնել է, որ Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հնչել է վեհափառ Հայրապետի անունը։ Հովնան Սրբազանն ասել է նաև, որ իրավապահներից որևէ մեկը նախապես չի եկել քահանաների հետ, չի խոսել։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագի ամբողջ ընթացքին, դուրս է եկել ավարտից մի քանի րոպե շուտ։ Եվ վերջում եղանակի մասին։ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Երևանում ոչ։ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի եւ Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանը մարտի 9-ից 10-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։